մենք եւս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի եւ վերջի իրադարձությունները ցույց են տալիս 1-2 տարվա, որ մենք իրավացի ենք, երբ որ գտնում ենք, որ օրենքով այդ բացը պետք է փակվի եւ օտար հեռուստաընկերությունները չպետք է հեռարձակվեն եւ ես այդտեղ փոքր օրինակ բերեմ, որ խոսքը գնում է ոչ միայն ռուսական ծրագրերի մասին, դա ընդհանրապես մանիպուլյացիա է, մենք խոսում ենք ընդհանրապես բոլոր արտերկրի ծրագրերի մասին եւ վերջերս նույնպես Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ունենա հեռուստածրագիր, 2 հեռուստացիգեր մեր հանրային մուլտիպլեքսում եւ ընդունել են Ֆրանսիայի ներկայացուցիչներին ինձ մոտ Ֆրանսիայից եկած, ես ընդունել եմ փոխդեսպանին, երկրորդ անգամ մենք բավականին լուրջ քննարկում ենք ունեցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում եւս Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ եւ նաեւ մեր նամակներում եւ գաղտնի նամակներում մենք բերել ենք բոլոր այն փաստարկները, որոնք արգելում են օտարերկրացիներին հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Եվ եթե դուք հիշում եք, այս վերջերս մի ցավալի դեպք եղավ Արդե հեռուստաընկերությանի կապված հայ-գերմանական, երբ որ ինքը Հայաստանի քարտեզը չէր տեղադրել, երբ որ տարածաշրջանային քարտեզն էր ցուցադրում, խնդիր էր եղել նաև թիմի Մոնդի հետ, եւ ֆրանսիացիները հենց այդ երկու ծրագիրն են ուզում, որպեսզի մեր հանրային մուլտիպլեքսում լինի, եւ հիմա պատկերացրեք, եթե այդ ծրագրերը լինեին հանրային մուլտիպլեքսում, կստացվեր, որ մենք ինքներս հեռարձակում ենք մեր մասին ապատեգացում եւ աղաղված պատկերացումներ, օրինակ քարտեզի մասին, Հայաստանի չգոյությունը։ Հաշվի առնենք նաև որ այս ոչ շատ հանգիստ իրավիճակում մենք կարող ենք օտար երկրացի հեռարձակողներին թույլ տալ հանրային մուլտիպլեքս, մենք կարող ենք հարթակ դառնալ տեղեկատվական պատերազմի այն երկրների մեջ, որոնք բոլորը մեր հետ բարեդրացական հարաբերությունների մեջ են, օրինակ Արևմուտքի եւ Իրանի միջեւ։ Սա